Հետո Նարեկ ջան, վերջին տարիներին, վերջին ժամանակներում երևի թե մի 20 տարի, գուցե ավելի շատ դուք ինձնից լավ կիմանաք, ձևավորվել են հանրությունները, ես ոնց հասկանում եմ, իրոք հեղինակությունների կարիք չունեն, բայց ինչ որ գալիս է, հիմա իրանք հասկանում են, որ այդ հեղինակությունները շատ մեծ մարդկանց, ազգերի ու զանգվածների վատ բառ է, ազգերի այդ փրկության գրավականն են, եթե դուք չունենաք հեղինակություններ, դուք զրոյանալու եք որպես ազգ։ Իրականում միջակություններն են հեղինակություններին վերացնում։ Մեր երկրում էս 7 տարին այդ միջակությունը։ Եթե բոլոր դաշտերում նայենք հիմա, Նարեկ, մենք այնտեղ ոչ մի հատ լիդեր ու հեղինակություն չենք գտնում։ Որտե սաղին խփել է։ Սկսած արվեստից, վերջացրած, չգիտեմ, Ում ամենավերջին չեն խփել, առել են ու չեն առել, երկից գնացել։ Ուրեմն ասեմ քեզ, մեր մոտ մի քանի թողարկում առաջ Հովիկներ Աղազարյան հյուր ու մի հատ բան ասեց, որը իմ մեջ այնց է տպավորվել, իդեպ սա նաև ասում էին ՀԱԿ-ի ժողովուրդը, ու առաջին եթե չեմ սխալվում Տեր-Պետրոսյանն է ասենց նմանատիպ հայտարարություն է սրա երեսպաշտության ու սրա ինքնասիրահարվածության այդ մոլեռանդության մասին, Հովիկ Աղազարյանն ասեց ինքը անգամ խանդում է, երբ որ Իրանից բացի ուրիշին էլ են ասում դավաճան։ Այսինքն այս մարդու մոտ, ու ես հավատում եմ ասածին, էլի Հովիկի Աղազարյան, որտեղ այս մարդը արա ոչինչ Իրանից ասեք նրան հանդարտվիր դու միակն ես եւ անկրկնելի ամենաբարձր դավաճանն է, հա, էլի չէ, այսինքն այդ հեղինակություններին ոչնչացնելու այսինքն նայ նախագահի ինստիտուտը ոչնչացրեց Պրոստը ստորացրեց նախագահի ինստիտուտը։ Հիմա երրորդ հանրապետությունն է տանում լուծարման նորից։ Դատարանների մասին չենք խոսում, ասենք Հրայրին Թովմասյան հանես տանես Սեդային Սաֆարյան դնես, ասենք եթե գիտես, դա ոնց որ չգիտեմ, էլի, ես չեմ կարող ունենց համեմատություն բերեմ, որի հետևանքով ես դատական մեր վրա դրված արգելքը չխախտեմ։ Լուրջ եմ ասում, դաժե sense բարերով չեմ կարող տենց օրինակ բերեմ դրան համադրելի, հա, էկվիվալենտը, որը կարա լինի։ Այսինքն ինքը իրականում այո, այդ հեղինակություններին փշրեց, բայց օրինակ իմ համար միշտ ամենալավ հեղինակությունը այդ բանականության հեղինակությունն է եղել։ Էդ էլ հանեցին։ Հիմա էլ չես հասկանում ոնց, բայց ես շատ ուրախ եմ, որ դու ես ասում ես, որովհետև ես կարծում եմ, որ իրոք բոլոր խմբերի մեջ եղել է ինչ որ փոփոխություն, մեծ փոփոխություն, եւ այդ մեծ փոփոխությունը նախ եղել է իրանց մեջ եւ ինչ որ պահի դրսեւորվելու հնարավորություն պետք է ստեղծեն քաղաքական ուժերը կամ քաղաքական գործիչները կամ քաղաքական էլիտան ոնց որ շատ են այդ բառը այնքան հնարավորություն զզվելի է այդ բառը դարել է ու որ այդ հնարավորությունը ստեղծեն որ դա դուրս գա որտեղ այդ է լինելու չգիտեմ ես 88-ը շատ լավ ուսումնասիրել եմ ու համենայն դեպս այդ հնարավորության սահմաններում ու միշտ այդ մարդկանց այդ շփվելուց առաջ ասում եմ սաղը տենց ինտելեկտուալ է գտեղը ոնց եղավ Ղարաբաղ կոմիտեի անդամների մեծ մասը գիտնականներ էին արդեն Այդ ոնց եղավ որ այդ հասարակությունը, ասենք, այդքան տարի հետո տվեց sense մի հատ զբրոդ։ Ոնց եղավ այդ։ Մի հատ իսկ բացատրեք։ Սովետի կրթական բաններ, չէ, էլի, տեհնես շուր այդ ժամանակ այդ ժողովուրդը չկային, լավ, ուր մեռավ այդ բանը, սերունդը։ Չգիտեմ ինչ եղավ, բայց ամեն դեպքում ունենք այն ինչ ունենք ու այսօր վիճակը այնպեսին է, որ կարծում եմ ամեն դեպքում լայն շրջանակները բոլորն էլ ինչ որ զգում են, որ օդում կախված է այդ փոփոխության պահանջը, ցոյի ասած բերեմ են, էլի, требует нашей сердца։ Ուսանք էդի նաև այդ նույն wind of change-ը